Ողջույն հարգելիս, այսօր ուզում եմ խոսել այն մասին, թե որքան կարևոր է պատվել ծնողներին։ Գիտեք, գուցե այսօր ժամանակները մեզ այլ բան են թելադրում, շատերը ասում են մեր ծնողները հին կերպ են մտածում, մեր ծնողները նոր կյանքից բան չեն հասկանում, մեր ծնողները այսպես կամ այնպես, գիտեք, գուցե դուք ավելի նորաոճ եք շատ հարցերում, գուցե շատ ավելին գիտեք, չեմ վիճում, բայց մի բան հստակ է եւ չի կարելի դա փոխել։ Մենք պետք է պատվենք մեր ծնողներին, անկախ նրանից, թե ինչպիսին են նրանք։ Սա 10 պատվիրաններից մեկն է եւ անհրաժեշտ է, որ սա մենք պահենք։ Բացի պատվիրան լինելուց, սա միակ պատվիրանն է խոստմունքով, քանի որ Աստծո ասում է, եթե պատվես հորդ եւ մորդ, կյանքի տորերը երկար կլինեն երկրի վրա։ Աստծո ասում է, պատվիր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այս երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։ Գիտես, հարգելիս, սա երկար ապրելու ամենակարևոր պայմանն է։ Եկեք պատվենք ոչ միայն խոսքերով, այլ եւ խոսքով, եւ գործով։ Անկամ եթե ինչ-որ մի հարցում մենք համաձայն չենք, համամիտ չենք նրանց կարծիքի հետ, կարող ենք դա այնքան գեղեցիկ ասել, որ նրանց սիրտը չկոտրվի։ Եկեք նրանց չմեղադրենք այն ամենի մեջ, ինչ որ մեր կյանքում չի ստացվել։ Նրանք արել են իրենց լավագույնը, իրենց հնարավորությունների սահմաններում։ Եվ այսօր կամ գուցե հետո դու էլ դառնալու ես ծնող։ Դու պատվի, որպեսզի քեզ էլ պատվեն, հարգելիս։ Իրականում պատվիր հոգ տանելով նրանց մասին, պատվիր սիրելով, պատվիր նվերներով, պատվիր իրանց հիվանդության ժամանակ, պատվիր իրանց ծերության ժամանակ, պատվիր քո ծնողներին եւ Աստված էլ քեզ առատապես կհատուցանի եւ երկար օրեր կտա այս երկրի վրա։ Աստված քեզ շատ օրհնի։